Բարև ձեզ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում այսօր զրուցելու եմ Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ դուք եւս կարող եք հաղորդման մասնակից դառնալ, ձեր հարցերը զանգահարել եւ ուղիղ եթերում ուղղել մեր հյուրին, բայց հարցերին մենք պատասխանենք առաջին գովազդային դադարից հետո։ Տիկին Դալաքյան, շնորհակալ եմ այժմին մեզ հյուրընկալվելու համար։ Երեկվանից գործընկերներս փորձում են հասկանալ իշխանության ներկայացուցիչների արձագանքը Իսրայելի կառավարության այդ հավանության հետ կապված, որը նրանք տվեցին միաձայն հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին, սա նշենք, որ վերջնական ճանաչում չէ, քանի որ այդ նախագիծը պետք է հավանության արժանանա նաև երկրի խորհրդարանում, իսկ խորհրդարանը 2 շաբաթից գնալու է հանգստի, միայն Փաշինյանն է արձագանքել, նշել է, որ հայոց ցեղասպանության թեման հայոց ցեղասպանությունը չզենքայնացնելու թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, մինչդեռ ընդդիմությունը հակառակ կարծիքի է, ասում են կապ չունի ինչ նպատակով է այս պահին Իսրայելը ճանաչում հայոց ցեղասպանությունը կամ այդպիսի նախագծի հավանություն տալիս, պետք է Հայաստանը ողջունի եւ ոչ թե Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից բխող դրսևորում վարք ունենա, այսինքն լռությունը եւս նրանք համարում են, որ Հայաստանի շահերից չէ, ինչ կարող եք ասել։ Ես այսպես մեջտեղում տեսակետ ունեմ, նախ նույն ընդդիմությունը նշում էր, որ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից 2020 թվականին 21 հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է ընդամենը ճնշման միջոց Թուրքիայի նկատմամբ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր խոսքում նշել էր, որ սա ընդամենը պատրվակ է Թուրքիային ճնշելու, որովհետև Թուրքիան եւ Ռուսաստանը այդ ժամանակ հիշում եք մերձեցման փուլում էին, բայց հիմա պարզվում է, որ եթե նույնիսկ իրեն շահերից է բխում, դա լավ է, սա մեկ։ Դա վերաբերում է ընդդիմությանը։ Երկրորդը հայոց ցեղասպանությունը որևէ մեկը չի ուրանում եւ չպետք է ուրանա, հաշվել զոհերին չի կարելի, այդ հարցը կասկածի տակ դնել չի կարելի, տարբեր մարդիկ են դրա մասին խոսել, բայց Փաշինյանը ինքը մի քանի անգամ նշել է, որ այդպիսի խնդիր չկա, դա նույնիսկ ուրեմն հանցագործություն է, հավասարեցված է ուրեմն հանցագործության, հայոց ցեղասպանության ժխտումը։ Մյուս կողմից գիտեք, ոչ թե լռությունն է բխում մեր շահերից։ Չէ, լռությունը բխում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից, ասում են պաշտոնական Երևանը։ Այո, Փաշինյանը ասաց, որ պետք չի զենք դարձնել, դա հիմա սխալ է, զենք պետք չի այո դարձնել, բայց եթե Ադրբեջանը խոսում է Խոջալույի ցեղասպանությունից, վերջերս խոսում է ինչ-որ նոր ցեղասպանություններից, իրենց պատմամշակութային արժեքները ապականելու մասին, մենք էլ պիտի խոսենք հայոց ցեղասպանության մասին։ Քանի դեռ Թուրքիան եւ ուրեմն Էրդողանը ոգեկոչում են Թալիաթ Փաշայի ոգի, մենք պիտի խոսենք հայոց ցեղասպանության մասին։ Մենք միշտ պիտի խոսենք, բայց այլ հարցը, որ սա նախապայման չի եւ չի էլ եղել որևէ նախագահի օրոք, նույն Ռոբերտ Քոչարյանի, որը հանդես է գալիս այսպես ծայրահեղական դիրքերից այս հարցում, երբևիցե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի հանդիսացել նախապայման, դրոշ վառելը, այրելը դա դնում եմ մի կողմ։ Հիմա արդեն եկեք խոսենք Իսրայելի քաղաքականության մասին, սա շատ տգեղ է։ Գիտեք, բոլոր երկրներն էլ այո իրեն շահերից ելնելով են օգտագործել այս հարցը։ Ռուսաստանն էլ, ես հիմա կասկածում եմ, Վլադիմիր Պուտինը կճանաչեր հայոց ցեղասպանությունը, եթե Ելցինը ճանաչած չլիներ։ Սա մեծ հարց է, մանավանդ վերջին տարիներին Կրեմլի լռության ֆոնին այդ օրերին։ Եվ քննադատությանը նույն ԱՄՆ-ին Թուրքիայի նկատմամբ 21 թվականին ճնշում կիրառելու վերաբերյալ։ Բայց եթե ժողովուրդը, որը ինքը խոսում է հոլոկոստից, ինքը խոսում է ցեղասպանված լինելու մասին, այդ հարցը շահարկում է, այստեղ է, որ ես մեղմ ասած տգեղ եմ համարում եւ բացասական։ Սա իդեպ առաջին անգամը չի, որ Իսրայելը այս հարցը օգտագործում է, ամեն անգամ երբ Նետանյահուն եւ Էրդողանը միմյանց հետ վիճում են, իդեպ ձեր եթերում են բազմիցս խոսել ենք, որ դա անխուսափելի է, Ադրբեջանը այդ արանքում չի կարողանալու ճիշտ տեղավորվել կամ փորձելու է տեղավորվել երկու իր հիմնական դաշնակիցների Ֆեյջի
արանքում, որը գնալով սրվելու է, մենք խոսենք տարածաշրջանային կոնֆլիկտից, բայց սա չափազանց տգեղ է, որովհետև երբ Իսրայելին քննադատում են Եվրամիությունը կամ ԱՄՆ-ն, մենք տեսնում ենք հիմա լարված հարաբերություններ, միանգամից խոսում են, մենք հոլոկոստ ենք տեսել, մեզ ոչնչացրել են, պետք չի դա քաղաքական շարժման ինչ-որ առարկա դարձնել։ Հիմա իրենք հայոց ցեղասպանությունը անընդհատ, ես չեմ էլ հավատում, որ դա մինչև վերջ կդառնա արդեն օրենքի ուժով ինչ-որ ճանաչում, անընդհատ փորձելու են, իհարկե չեմ կարծում Էրդողանի վրա դա որևէ ազդեցություն կունենա, նրանք էլ ասում են դուք եք ցեղասպանություն իրականացրել Պաղեստինում եւ նույնիսկ վճիռ կա Հաագայի դատարանի Նետանյահուին ձերբակալելու վերաբերյալ։ Սա այն դեպքն է, կներեք, որ ասում են նմանը նմանին է գտել։ Հիմա Նեթանյահու Էրդողան այդ վեճը ըստ էության Այդ վեճը գնալով սրվելու է, վեճը ինչի մասին է, տարածաշրջանում մերձավոր արևելքում Իսրայելը, հատկապես ԱՄՆ-ը արդեն անկանխատեսելի պահվածքի ֆոնին փորձում է իր դիրքերը ուժեղացնել, որովհետև շատ են այն երկրները, որոնք ցանկանում են ոչնչացնել Իսրայելը։ Եվ այդ Աբրահամյան համաձայնագրերը ես մեծ կասկածի տակ եմ միշտ դրել, եւ հիմա առավել եւս Իրանում ԱՄՆ գործողություններից եւ արդյունքներից հետո շատ քիչ եմ հավանական համարում, որ որևէ երկիր կշարունակի, օրինակ Սաուդյան Արաբիան, Միացյալ Էմիրություններին դա չի վերաբերում գործընթացը կամ Բահրեյնին, բայց իրենք ուղիղ չեն կարող փախվել, երկուսն էլ ԱՄՆ դաշնակիցներ են, մեկը ՆԱՏՕ-ի անդամ է երկրորդ բանակը, մյուսը ԱՄՆ ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում, իրենք ուղիղ բախում չեն ունենա, պրոքսի ուժերով կունենան, դա կլինի Սիրիայում, անպայման այդտեղ սրվելու է իրավիճակը, դրուզները Իսրայելը կաջակցի նրանց, Սիրիայի իշխանությանը կաջակցի Էրդողան, իդեպ պարբերաբար նա նշում է, որ Սիրիայից պետք է Գոլանի բարձունքներից դուրս գա Իսրայելը, դա շարունակվելու է այդ գործընթացը, օգտագործելով ազգային փոքրամասնությունների խնդիրները, քրդերին օգտագործելու է Իսրայելը ընդդեմ Թուրքիայի եւ հակառակը, Լիբանանում անպայման իրենք բախվելու է, ճիշտ է Լիբանանում ավելի շատ Հեզբոլլահը Իրանն է, բայց Թուրքիան հիմա տեսնում է, որ Իրանը այդքան էլ թույլ չի, հիմա շատ սկսել է պրոիրանական նույնիսկ հայտարարություններ անել, միջնորդի դեր են տանում ԱՄՆ Իրան բանակցությունների ընթացքում։ Այսինքն, ինչպես նշեց Իսրայելի նախկին ուրեմն վարչապետը, Թուրքիան հանդիսանում է սպառնալիք իրենց գոյության համար։ Նույնը արդեն հնչում է Թուրքիայից, եւ սա ուղղակի հայտարարություններ չեն, այլ հարց է կրկնեմ, որ իրենք բախվել են պրոքսի ուժերի տեսքով, օգտագործելով որպես պլացդարմ տարբեր երկրներ, այլ ոչ թե ուղիղ առճակատման։ Ասացիք ԱՄՆ-ի վարքագիծը անկանխատեսելի է Իսրայելի համար։ Այո, Ինչ առումով է անկանխատեսելի, ինչ նկատի ունեք, մի փոքր բացեք։ Այն տեսակետը, որ նախագահ Տրամպը Նետանյահուի ընկերն է, նրա ազդեցության տակ է, ես այդպես չեմ մտածում, նախագահ Տրամպը ելնում է իր, ոչ թե ԱՄՆ, առաջինը իր շահերից, իր շահերից չի բխում շարունակել այս պատերազմը Իրանի դեմ։ Մենք տեսնում ենք, որ ինչպես եւ սպասելի էր, դեռ համաձայնությունները իրականություն չեն դառնում եւ չեն էլ դառնա։ Ես կարծում եմ կտեսնենք կաչելիներ, մինչեւ միջանկյալ ընտրություններ, հրադադար հարվածներ, նայած Իրանում ինչ նպատակ ունեն։ Գուցե Իրանը որոշի հեղինակազրկել Դոնալդ Տրամպին։ Օրինակ, ասե համաձայնությունը, ինչպես Տրամպը սիրում է արագ ասել, հաստատվել է, ընտրություններից մեկ ամիս առաջ նորից Հորմուզը փակեն, նավթի գները բարձրանան, դե հիմա ընտրություն, չես կարող չէ մի օրում ոչ ինչ փոխել։ Իսկ ԱՄՆ քաղաքացիները քվեարկում են իրենց գրպանից ելնելով աշխարհակաղակական հարցերը 3-4 հորիզոնականում են, եթե ոչ ավելի հեռու։ Եվ այս ֆոնին նախագահ Տրամպը հասկանում է, որ Իրանը ուզում է այս համաձայնագիրը տարածել, ոչ թե հասկանում է, Իրանը պահանջում է նաև Լիբանանի վրա։ Իդեպ ես վստահ եմ Լիբանանից հետո Համասին էլ են գալու։ Այսինքն Իրանը գիտակցում է եւ միշտ իրենք ցանկացել են Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև սեպ խրել, որ հիմա դրա ժամանակն է։ Եվ նախագահ Տրամպը այո պահանջում է Իսրայելից կանգնել։ Մենք տեսանք Իսրայելի հակաքայլը Լիբանանի հետ համաձայնագիր կնքելը, բայց դա ես ռեալ չեմ համարում, որովհետեւ Հեզբոլլահը չի համաձայնվում, իսկ Լիբանանի բանակը որքանով կարող է Հեզբոլլահի դեմ պայքարել, այստեղ մենք քաղաքացիական պատերազմ ցավոք կարող ենք տեսնել, եթե ԱՄՆ-ն չկարողանա Իսրայելի ստիպել դուրս գալ Լիբանանի տարածքից, բայց Իսրայելն էլ նշում է մինչև վարչապետի մակարդակով, որ դուրս չի գալու։ Այսինքն այստեղ կա խզում ԱՄՆ եւ Տրամպի այս բայ շահերի եւ Իսրայելի գոյաբանական շահերի միջև, որովհետեւ սա իրոք գոյաբանական հարց է Իսրայելի համար։ Եթե իրենք դուրս են գալիս Լիբանանից, Իսրայելի հյուսիսը անընդհատ կենթարկվի հարձակման, կամ նույնիսկ եթե հարձակում տեղի չունենա, իրենք պիտի դիտեն, ինչպես է իրենց հյուսիսի սահմանից այն կողմ Հեզբոլլահը մարտունակություն ձեռք բերում, նորից զինվում, իրենք հազիվ ոչնչացրել էին, չէ՞, իբրև թե
Հիմա նորից Հեզբոլլահին Իրանը կօգնի, ոչ միայն Իրանը կլինեն նաև մեծ այլ գերտերություններ ԱՄՆ դեմ, որոնք դա կիրականացնեն։ Գումարած դրան Իրանը իհարկե կասի, որ Պաղեստինը պիտի անկախ լինի, երկու պետություն, նորից կզինեն Համասին, այսինքն Իսրայելի շուրջ օղակը սեղմվում է։ Այս պահին Նետանյահուն թակարդի մեջ է հատկապես աշնանը ընտրությունների եւ գուցե պարտվի։ Այսինքն որքան էլ Տրամպը փորձի ճնշել Նետանյահուին, նրա համար եւ Իսրայելի գոյաբանական սպառնալիք է կատարել այն, ինչ հիմա պահանջում է ԱՄՆ-ն։ Այստեղ է որ խզում կա իրեն շահերի միջև։ Բայց եթե այդքան լուրջ է խնդիրը Իսրայելի համար գոյաբանական է, այսինքն սա չի մղելու նրանց ավելի կատեգորիկ, ավելի այլ գործողությունների։ Իրենց գիտեք խնդիրը, որ իրենք չեն կարող գնալ ավելի կատեգորիկ գործողությունների, իրենց գլխավոր դաշնակիցը եւ ռազմական մատակարարումներ իրականացնողը Միացյալ Նահանգներն են։ Թշնամիները շատ ավելի մեծ են։ Այո, իրենք ունեն լուրջ տեխնոլոգիաներ, իրենք ուժեղ են, բայց մենք տեսանք, որ նույնիսկ լուրջ տեխնոլոգիաներով ԱՄՆ-ն Իրանի հետ կապված ունի խոցելի կողմեր։ Իսրայելի տարածքը փոքր է, եթե ամբողջը հրթիռներով փորձեց ոչնչացնել, վնասները մեծ կլինի։ Իսկ Իրանի տարածքը շատ մեծ է, ինչքան էլ հարվածեց, տեսանք Իրանում այսպես իհարկե բացասական բան պիտի ասեմ, բայց կորուստները այդքան մեծ ազդեցություն չեն ունենում։ Մեկ զինվոր Իսրայելի մահը դա այլ իրադարձություն է, Իրանում ցավոք մարդկային կյանքը այդպիսի արժեք չունի։ Հիմա այսինքն Իրանը կարող է այնպիսի վնաս հասցնել Իսրայելին։ Մենք դեռ միջուկային զենք ստեղծելու մասին չենք էլ խոսում։ Սա այլ թեմա է։ Հաջորդը Իսրայելի վարչապետը մի փոքր ես նմանեցնում Ռուսաստանի ղեկավարին։ Մղել է թակարդը հենց իր պետությունը ինքն է մեղավոր։ Եվրոպայի հետ հարաբերությունները չափազանց բացասական են։ Նույնիսկ Կայա Կալասը հայամատեց Իսրայելի ղեկավարությանը ապարտեիդի իշխանության հետ հարավաֆրիկյան հանրապետություն ռասիստ անվանելով նրանց, այսինքն մարդկանց սովահար անել իրենց դաշնակից Ադրբեջանի նման սեփական հայրենիքից փորձել դիմա պատմական փաստերի մեջ չընկղվում ենք ում հայրենիքն է, իրենք ապրում են այդտեղ, ասել վեր կացեք այստեղից գնացեք, այստեղ ռիվիերա ենք կառուցում, դա սխալ է։ Այն դեպքում երկա ՄԱԿ-ի բանաձև երկու պետության գոյության վերաբերյալ, այսինքն Եվրամիությունը ունի տեսակետ, առանձին երկրների մասին չեմ խոսում, որ Իսրայելը մարդու իրավունքների դեմ ոտնահարում է, մարդու իրավունքները պատերազմական հանցագործություններ իրականացնում, նույնիսկ մենք տեսանք սանկցիաներ Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ, այսինքն Նետանյահուն մի դաշնակից է թողել այս բանը իրեն, դա ԱՄՆ-ն չի։ Դա Դոնալդ Տրամպն է, որը ինքն էլ արդեն դաշնակից չի, որովհետև ԱՄՆ-ում դեմոկրատների հետ են ունեն իրենք խնդիրներ։ Եվ ես կանխատեսում եմ, որ Իսրայելը դժվար կարողանա դրական իրավիճակով դուրս գալ այստեղից։ Մնում է էլի համոզեն Տրամպին, չգիտեմ դա ոնց պիտի լինի, եւ Իրանը եթե խորամանկ չգտնվի, նորից հարվածներ սկսել Իրանի հանդեպ, բայց այս դեպքում արդեն ԱՄՆ ներսում այդ MAGA, Տակեր Կարլսոն, նույնիսկ JD Vance-ի հետ հատվածը կսկսեն քննադատել նախագահ Տրամպին, որ Իսրայելի շահերը առավել գերակա չպիտի լինեն ԱՄՆ շահերից։ Հիմա թեման եթե փորձենք ամփոփել, Իրան ԱՄՆ սպասվող բանակցություններից, որոնք կատարում պետք է տեղ ունենան այսօր։ Տեսնում ենք թեման փոխվում է։ Եթե Շվեյցարիայում պիտի խոսեին արդեն միջուկային բանակցություններից, Իրանը հայտարարեց Իրանի պահապանների կորպուսի որոշ անդամներ, այդտեղ ղեկավարություն հիմա կոնկրետ չկա։ Պահապանների կորպուս, նախագահ, ԱԳՆ ղեկավար, օրենսդիր մարմնի ղեկավար, բոլոր տարբեր բաներ են ասում։ Իդեպ սա հատուկ մշակված տակտիկա է, գուցե իհարկե նախագահ եւ ԱԳՆ ղեկավարը ավելի կոնստրուկտիվ են, բայց իրենք ասում են, որ մենք միջուկային զենք չենք ստեղծելու, բայց ոչ էլ հարստացված ուրանը պատրաստ ենք փոխանցել որևէ երրորդ երկրի, դա մեզ համար կարմիր գիծ է։ Չնայած դրան J.D. Vance-ը նշում է, որ Իրանը համաձայն է, անընդհատ հակասող հայտարարություններ։ Եվ հիմա այն թեման, որ Քաթարում եթե իհարկե տեղի ունենան բանակցություններ ժամարժան բան է փոխվում, քննարկվելու է Հորմուզի նեղուցի խնդիրը, ցույց է տալիս, որ նախագահ Տրամպի համար այդ խնդիրը ավելի կարևոր է։ Նախընտրական տարի է, եթե այդպես չլիներ իրավիճակը այլ կլիներ իդեպ։ Կամ նույնիսկ միջուկային գործարքը։ Գիտեք, նախագահ Տրամպը խոսում էր, որ Հյուսիսային Կորեան չպիտի ունենա միջուկային զենք։ Երբ արդեն փաստը արձանագրվեց եւ նա հասկացավ, որ բանակցությունները Կիմ Չեն Ընի հետ որևէ արդյունք չեն տալիս, հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան հզոր միջուկային տերություն է եւ ինչ։
Կամ հիմա նույնը կարող է ասել Իրանի մասին։ Ասեց չէ, որ հրթիռներ կարող է Իրանը ունենալ, Սաուդյան Արաբիան էր ունի, մինչ այդ ասում էր պիտի հրթիռները ուրեմն կրճատենք այդ ուրեմն գործունեությունը Իրանի։ Այսինքն նախագահ Թրամփը ունի հիմա մեկ խնդիր՝ բաց պահել Հորմուզը, թե Իրանը այդ ուղղությամբ ինչ քայլեր կկատարի եւ Իրանին աջակցող երկրները, հիմնականում Չինաստանը, ինչ ծրագրեր ունեն Թրամփի հետ կապված, երևա արդեն աշնանը։ Շնորհակալ եմ, մեզ դիտողներին նշենք, որ այս պահին եթերում գովազդ է, որից հետո կվերադառնանք, ես տեսնում եմ, որ արդեն ունենք զանգեր, մենք անպայման կպատասխանենք ձեր հեռախոսազանգերին, եթերում գովազդ է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Ուղիղ եթերում Նոյան տապանը շարունակում է իր աշխատանքը, ես հիշեցնեմ, որ զրուցում եմ Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Տիկին Դալաքյան, ինչպես խոստացել է, արդեն ունենք հեռախոսազանգ, լսենք մեր հեռուստադիտողին։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ Տիկին Զախարյան, բարև ձեզ Տիկին Դալաքյան, ողջունում ձեզ հեռավոր Գլենդելից։ Տիկին Դալաքյան, իմ հարցը կապված է Իսրայելի եւ ցեղասպանության հետ։ Դուք որակեցիք Իսրայելի քայլը տեղ եւ շահարկում։ Կուզենայի իմանալ ինչ նկատի ունեք այդ առումով, անկեղծ ասած դիվանագիտության եւ վերլուծության մեջ նման տերմինները տեղ եւ շահարկել ես համարում եմ զգայական եւ ոչ պրոֆեսիոնալ։ Կուզենայի իմանալ, եթե ձեր պետությունը ենթադրենք չի ցանկանում օգտագործել ձեր այսինքն մեր բոլորից այդ ողբերգությունը ձեր շահերի համար, ինչու Իսրայելը չպետք է կարողանա օգտագործել հայտնի դեպքը ցեղասպանությունը իր շահերի համար, ինչ է նշանակում տեղ եւ շահարկել։ Եվ եթե սա երկրորդ հարցը, Տիկին Զախարյան, խնդրեմ արձանագրել,
եթե մենք ունենք ընդհանուր ախոյան վտանգ Թուրքիան Իսրայելը եւ մենք ունենք ընդհանուր ախոյան եւ միգուցե դուք տեղը կարող եք լինել որ մեր բարեկամները Հունաստանը եւ Կիպրոսը դաշինք են կազմել Իսրայելի հետ ընդդեմ Թուրքիայի ինչու մենք չենք կարող դա անել օգտվելով սրանից եւ եթե դրա խոչընդոտը այն է որ Իսրայելը զենք է տվել Ադրբեջանին արդյոք տեղյակ եք դուք ես համոզված եմ տեղյակ եք որ Իսրայելը մեզ էլ է առաջարկել զենք դեռ 10-ական թվականներին մենք մերժել ենք արդյոք ինչն է խանգարում մեզ նկատի ունենալով ընդհանուր շահերը դաշնակցել Իսրայելի հետ համագործակցել ընդդեմ Թուրքիայի Շատ լավ շնորհակալություն Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ ես բարոյական կողմից գնահատեցի Իսրայելի քայլը որպես տգեղ եւ նշեցի պատճառը, որովհետեւ եթե Իսրայել չլիներ, լիներ այլ պետություն, ես այլ կերպ կարձագանքի։ Ես նշեցի, որ ժողովուրդ, որը ինքը ենթարկվել է ցեղասպանության, այդ հարցը դարձնել շարքման առարկա, սա համարում եմ տգեղ։ Խոսքը բարոյական կողմի մասին է։ Հաջորդը, որ դուք նշում եք Իսրայելից ելնելով կօգտագործի, ինչպես պիտի օգտագործի։ Եթե Հայաստանը, հայ ժողովուրդը ինքը չի օգտագործում ձեր տերմիններով խոսեմ այդ հարցը դա ինչ է տալու Թուրքիայի դեմ ինչ է լինելու ասենք Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը եւ Իսրայելից ավելի շատ մեծ երկրներ են ճանաչել հայոց ցեղասպանությունը ինչ է դա տվել մեզ եւ Թուրքիային ինչով է վնասել Քանի դեռ Թուրքիան ինքը չի ճանաչել հայոց ցեղասպանություն, մենք դեռ չենք խոսում, Իսրայելը չի ճանաչի, ես վստահ եմ դրանում վերջնական, բայց այսինքն այդ ճանաչումը ոչինչ չի տալու, եթե Թուրքիան ինքը չի ճանաչել։ Հաջորդը, այո, Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է եւ խնդիրը զենք վաճառելը, չգիտեք, զենք վաճառել է, բայց այդ զենքը օգտագործվել է քաղաքացիական բնակության դեմ, ինչը պատերազմական հանցագործություն է, օգտագործվել է մարդկանց նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու ժամանակ։ Մենք հիշում ենք Հայաստանի իշխանությունները խոսել են, որ Իսրայելը մեզ ուզում էր օգնություն առաջարկել Արցախի ժողովրդին, որ պետք չէ զինել Ադրբեջանին հենց պատերազմի օրերին, այն դեպքում, որ իրենք տեսնում են քաղաքացիական բնակչության դեմ հարվածներ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների, ինչպես նաեւ շրջափակում, ինչպես Պաղեստինում իրականացրեց Իսրայելը, բոլոր միջազգային դուք խոսեցիք դիվանագիտությունից, օրենքների դեմ մարդկանց սովահար անելու մասին է խոսքը, զենք վաճառելու չի։ Ինչ վերաբերում է տասականներին, այո, Սերժ Սարգսյանին առաջարկվել է, որքանով տեղյակ եմ, խոսքը նաեւ անօթաչու թռչող սարքերի ինչ որ արտադրություն նույնիսկ սկսելու մասին է, իհարկե ես դա քննադատում եմ։ Պարզ է, որտեղից է եղել այդ հրահանգը եւ ումից են վախեցել եւ ինչու չեն դա արել, դա արդեն պետք է հարցնել Մոսկվային եւ այդ ժամանակ Մոսկվայի լուրջ ազդեցության տակ գտնվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ինչ վերաբերում է կոալիցիաներին, ես բացարձակ դեմ չեմ Ֆրանսիային անպայման պետք է այդտեղ նշել, հատկապես Կիպրոսի կողմից որոշում ընդունելուց հետո ֆրանսիական զորքերը տեղակայել Կիպրոսում, ի պատասխան Թուրքիայի նմանատիպ քայլի Հյուսիսային Կիպրոսում իրենց զորքերը ավելացնելու վերաբերյալ երբևիցե ես չեմ նշել, որ Իսրայելը եթե մեզ ինչ-որ բան առաջարկի, պետք է դրանից հրաժարվել։ Խոսքը վերաբերում էր հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Իդեպ, որ դուք նշում եք, մենք ունենք ընդհանուր ախոյան, այդ ախոյանը նոր է ձևավորվել Իսրայելի մոտ։ Երբևիցե Թուրքիան եւ Իսրայելը այսքան լարված հարաբերություններ չեն ունեցել եւ 2020 թվականին Հայաստանի այդ թվում վրա հարձակման ժամանակ իրենք լավ էլ բարեկամներ են եղել։ Ինչքան էլ Էրդողանը միշտ քննադատում է Նետանյահուին, որևէ տնտեսական հարաբերությունների խոզում տեղի չի ունեցել։ Ընդհանրապես Էրդողանը ցանկանում է երևալ որպես մահմեդական աշխարհի հայր, երբեմն երկու խոսք է ասում, նա անկեղծ չի Պաղեստինի ժողովրդի պաշտպանության տեսանկյունից։ Հիմա Իրանում փոխվեց իրավիճակը, ԱՄՆ քաղաքականությունից հետո երբ Թուրքիան տեսավ, որ Իրանը թույլ չի, փորձում է իրեն ավելի այսպես ռադիկալ տեղավորել այս դաշտում, որպեսզի Իրանը ինքը մահմեդական աշխարհի հայր չդառնա, հատկապես այդտեղ կրոնի խնդիր կա, մենք գիտենք Թուրքիան առավել որպես սունի երկիր համապատասխանում է դրան։ Բայց ամփոփելով ձեր հարցը, ես նորից եմ նշում, չկան հավերժ դաշնակիցներ, չկան հավերժ թշնամիներ, այո, մենք մեր երկրի շահերը պետք է ճանաչենք, հայոց ցեղասպանության առաջ մղումը պետք է շարունակվի, դա երբևիցե նախապայման չի եղել, կրկնում եմ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, բայց խոսքը եթե վերաբերում է Իսրայելին, ես նորից եմ ցանկանում նշել, դա այն երկիրն է եւ այն ժողովուրդը, որը պարբերաբար նշում է, որ
մեր դեմ է ամբողջ աշխարհը, հակա ինչ որ իսրայելական դրամատուրգներ կան մի ժողովրդի հանդեպ, որը միլիոնավոր զոհեր է տվել, որը հոլոկոստ է ենթարկվել եւ հիմա անընդհատ խոսել, որ այ կճանաչենք հայոց ցեղասպանությունը, սա այո, ես կրկնում եմ, սա համարում եմ նույնիսկ անբարոյական։ Չէ, բայց հեռուստադիտողի հարցը նաև այն մասին է, որ ինչու այս պահին այո իրավիճակ է փոխվել, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները սրված են եւ ինչու Հունաստանի եւ Կիպրոսի օրինակով չհամագործակցել դաշինք չկազմել Իսրայելի Իսկ հետ։ ինչ է մեզ Իսրայելը առաջարկել, ինչ որ ռազմական դաշինք։ Իսրայելը պետք է, այսինքն մենք տեսնենք ինչ է առաջարկում։ Մենք էլ կարող ենք աշխատել։ Ես նշեցի, ես երբևիցե դեմ չեմ որևէ երկրի հետ, նույնիսկ ժամանակավոր ինչ որ համագործակցության։ Խոսքը վերաբերում է հիմնականում ես կարծում պաշտպանական ոլորտին։ Եթե Իսրայելը ցանկանա, ես կասկածում եմ, որ Իսրայելը Ադրբեջանի հետ իր դաշնակցային հարաբերությունները կդնի հարվածի տակ, որպեսզի Հայաստանի հետ ինչ որ հարաբերություններ սկսի։ Եթե անի, սիրով, մենք Բայց մյուս կողմից էլ սա հակադիր է Հայաստանի գործող իշխանության քաղաքականությանը, որը փորձում է հարաբերությունները ամեն դեպքում կարգավորել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ես նշեցի, իմ կարծիքը այն է, որ դա նախապայման պիտի չլինի կարգավորման համար, բայց եթե խոսում է Ադրբեջանը Խոջալույի ցեղասպանությունից, հայելային պիտի լինի ամեն ինչ։ Եթե Էրդողանը Թալիատ Փաշային համարում է հերոս, ամեն ինչ պիտի լինի հայելային, բայց դա խոչընդոտ չլինի, այստեղ է որ մեր տեսակետները տարբեր են։ Հայաստանի իշխանությունները ընդհանրապես օրինակ նույն Արցախի հետ կապված, եթե Ադրբեջանը խոսում է արևմտյան ադրբեջանցիների վերադարձից, իդեպ անընդհատ է խոսում, դրանք հավասար չեն արցախցիների վերադարձին, բայց գոնե այդ ժամանակ իրենք ինչ էին ասում, ասում են եկեք չխոսեք արցախցիների վերադարձից, իրենք չեն խոսի, իրենք շարունակում են խոսել եւ խոսելու են եւ ոչ միայն դրանից են խոսելու։ Կոնտրիբյուցիա են պահանջելու ռազմական, գալու է ժամանակը դրա, այսինքն այս խաղաղության օրակարգը չի ավարտվելու միայն սահմանադրության փոփոխությամբ։ Դրա համար ենք նշում, որ Բայց Փաշինյանը ինչու է այդքան կարճատեստ Դալաքյանին, եթե կարելի է այդպես ձևակերպել, որովհետև եթե մինչև ընտրությունները նման դիրքորոշում հայտնելը հասկանալի էր, որ ընտրությունների նախաշեմին է, բայց հիմա ընտրվելուց հետո արդյոք պետք է լինել Գիտեք, ես ընդհանրապես վերլուծաբան եմ, ես կարող եմ ասել ինչ եմ ես կանխատեսում, կարող է պարզվի պարոն Փաշինյանը ճիշտ է, Ադրբեջանը հենց վաղը ուզում է մեզ հետ խաղաղության գնա, բայց ես վստահ եմ, չխոսենք ասենց ռադիկալ տերմինով, բայց իմ վստահությամբ դա չի լինելու եւ Ադրբեջանի հայտարարությունները դա ցույց են տալիս։ Հիմա գուցե Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ ունի, նա իշխանության ղեկավարն է, որ այդպես է։ Ես որպես վերլուծաբան նշում եմ, որ ես վստահ եմ, որ դա այդպես չի։ Հիմա թե Փաշինյանը թյուր ըմբռնում ունի, թե այդպես է ուզում հասկանալ, թե սխալ է հասկանում, դա արդեն ԿՊ անդամ է։ Իսկ ինչու չի լինելու, որովհետև Ադրբեջանը չի պատրաստվելու որևէ պարագայում հրաժարվել իր այդ հեռահար նպատակներից, նկարտումներից, այդ թվում Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի, համենայնպես այս ռեժիմը, իսկ ռեժիմի փոփոխություն ես չեմ տեսնում մոտակա ապագայում, սա բռնապետական ծավալապաշտական նկարտումներով ռեժիմ է, որը կարծում է Հայաստանը քանի թույլ է պետք է սխմել, ինչպես Պուտինն ասում, դալբիթներ եղություն տեղ բառը, սխմել պատին Հայաստանը։ Հատկապես եթե իրենք տեսնում են, որ իրենց հայտարարություններին չկա արձագանք։ Եվ արձագանք չի նշանակում իշխանությունները միշտ ասում են պատերազմ եք ուզում, եթե Ադրբեջանը պատերազմ ուզի, պատերազմ կլինի։ Մենք ասենք Ալիևը շատ կիրթ է, շատ քաղաքակիրթ է, մենք պատերազմ կլինի, մենք դա տեսել ենք։ Այսինքն Հայաստանը պիտի լուր կատարի իր աշխատանքը, զինվի, դիմակայունությունը բարձրացնի եւ տնտեսական հիմա մենք խնդիրներ ունենք լուրջ եւ ունենալու ենք եւ ներքին արդարադատության, այո, ամեն օր պատերը չպատասխանի Ալիևին, բայց գոնե ԱԳՆ մամուլի խոսնակի տեսքով հակադարձություններ տեղ ունեն, երբեմն տեղ ունենում, երբեմն ոչ։ Մենք ավելի մանրամասն խոսենք գովազդից հետո երկրորդ, մինչև գովազդը Տիկին Դալաքյան շատ կարճ փորձենք նաեւ ռուս-ուկրաինական ճակատին անդրադառնալ, մենք տեսնում ենք, որ անօթաչու թռչող սարքերը գրոհում են ամեն դեպքում Մոսկվան, տարբեր քաղաքներ Ռուսաստանի եւ լուրջ խնդիրներ են առաջացրել վառելիքի հետ կապված։ Ոչ միայն լուրջ խնդիրներ են առաջացրել, այլև հիմա արդեն խոսում են, որ Ղրիմում դե հատուկ դրություն է հայտարարված, դա միայն վառելիքը չի, վառելիքի հետ կապված արդեն բարենամթերքի խնդիրներ կան, հացահատիկի մշակման, այո, վառելիքը հիմա դա միայն վառելիք չի, Հորմուզի նեղուցը վկա եւ նույնիսկ ԱՄՆ դիրքերի թույլատումը տարածաշրջանում։ Եվ սա կոտրում է այն միֆը, որ Ռուսաստանը SVO-ի մեջ է, հատուկ ռազմական գործողություններ իրականացնում ինչ որ մի հեռավոր երկրում։
Սա արդեն պատերազմի տեղափոխում է Ռուսաստանի տարածք։ Հիմա նախագահ Զելենսկին ինչ-որ 40 օր ժամանակ է տվել ու ծրագրերը չգիտենք, իբրև թե պետք է Ռուսաստանին ստիպեն գնալ բանակցությունների, մենք տեսնում ենք ամեն օր ավելի սաստկացող հարվածներ Ռուսաստանի ուղղությամբ։ Ռուսաստանն էլ կհարվածի, բայց Ռուսաստանը այնպեսի բան դեռ չի արել, որ պիտի անի եւ չի արել, հասկանում եք, այսինքն հարվածները արդեն կան Ուկրաինայի նկատմամբ էներգետիկ ենթակացածների զարգանում։ Լավրովը անդրադառնում ենք հենց հիմա կտեսնեք ինչ կան, ամեն ինչ այլը մնում է միջուկային զենք, տակտիկական, բայց դա որևէ բան չի փոխի ռազմաճակատում։ Հակառակը դա իզոլյացիան կմեծացնի Ռուսաստանի, Չինաստանը միշտ զգուշացնում է, դա Չինաստանը հասկանում է դա ինչ հետևանքներ կունենա իր տարածաշրջանում, բայց դա գիտեք Վլադիմիր Պուտինը եթե հասկանա, որ իշխանություն է կորցնում, գուցե այդ քայլին կգնա, իսկ թե իր շրջապատը կթողնի, որ ինքը այդ քայլին գնա գիտակցելով, որ Պուտինից հետո եկա կյանք, դա արդեն կարծում ավելի լուրջ է։ Այդ գիտակցության նշույլները մենք տեսնում ենք, թե չենք տեսնում։ Կան նախանշաններ։ Դե ասում են օրինակ լիբերալես հատվածը տնտեսական բլոկը Նաբիուլինը, Սիլուանով, նրանք կողմնակից են դադարեցնել, նաև բիզնեսմենները Աբրամովիչի այցը տեսանք, գող չեն եւ բոլորը տեսնում են, որ սա որևէ տեղ չի տանում։ Լավ, նույնիսկ եթե 20 տարի էլ պատերազմ ենք, Ուկրաինան գնալու ոչ թե թուլանալու, այլ ավելի հզորանալու է։ Եվ միջուկային զենք կիրառել մի երկրի հանդեպ, որը 4 անգամ փոքր է քեզնից, եւ հետո աշխարհին ասել ես գերտերություն եմ եւ իմպերիա եմ, չգիտեմ, եւ մանավանդ Ռուսաստանը չգիտի ինչ հակահարված կլինի աշխարհի կողմից։ Օրինակ Բայդեն իշխանությունն ասում էր, որ դա վերջնական արդեն որոշում կկայացվի, որոշում կայացնող decision-making կենտրոններին, այսինքն Պուտինին ոչնչացնելու, հարվածելու վերաբերյալ դա խոսվել է Շայգուի եւ նախկին պաշտպանության նախարար Օստինի հեռախոսազրույցի ժամանակ դրա մասին կան հրապարակումներ։ Չես կարող ասել Տրամպը ինչ տենց հանգիստ կացի, դե լավ հարվածեց, Տրամպը, որը խոսում էր, որ իրենք պիտի սկսեն էլի միջուկային զենք փորձարկել, որովհետեւ Ռուսաստանն է փորձարկում։ Սա կարող է ավելի անկանխատեսելի հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար։ Ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում հիշեցնեմ, որ զրուցում եմ Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Տիկին Դալաքյան, վերադառնանք մեր խնդիրներին։ Սահմանադրական դատարանում քննվում է քաղաքական այդ 7 ուժերի, այստեղ իհարկե ասում են հանուն հանրապետության կուսակցությանը պետք է առանձնացնել, մի խոսքով 7 ուժերի դիմումները, որոնք պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Ինչ են շահում այս դիմումներով այս քաղաքական ուժերը, ինչ խնդիր են լուծում։ Եթե իրենց լսես, որքանով ես տեղյակ եմ, իրենք փորձում են սպառել, այդպիսի արտահայտություն եմ լսել, բոլոր օղակները բողոքելու ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ տեսակետ են արտահայտում, որ կարող է հօգուտ իշխանության իրենց ասելով որոշում լինի։ Ես կարծում եմ չեն փոխվելու ընտրությունների արդյունքները, ավելի մանրամասն հետևող վերլուծաբանները կարող են խոսել, ինչ փաստեր են ներկայացվում ընդդիմադիրների կողմից, բայց հիմա այն տարիները չի, երբ ամեն ինչ որոշվում է այսպես թաքուն կամ որևէ մեկը տեղյակ չի լինում, հրապարակային թող ներկայացնեն փաստեր, եթե կեղծիքներ են եղել, բոլորը կտեսնեն, նույնիսկ եթե սահմանադրական դատարան ինչ-որ հակաօրինական ոչ օբյեկտիվ որոշում կայացնի, գոնե ժողովուրդը կտեսնի, որ դա օբյեկտիվ չի, նայած ինչ փաստեր են ներկայացվում։ Բայց ես կարծում սա ավելի շատ տարածությունը լցնելու այսպեսի տակտիկա է քաղաքագիտության մեջ էլ կա, իդեպ Դոնալդ Տրամպը դա շատ հաճախ օգտագործում է, կատարել ինչ-որ հայտարարություններ, քայլեր, որոնք որևէ լուրջ ինչ-որ նպատակ չունեն, բայց լցնում են ժամանակը, որ տեսեք, այո, մենք բողոքում ենք հիմա, օրինակ իշխանություններն ասում են, ինչ եք առաջարկում, դե դուրս եկեք փողոց, ասում են մենք հիմա դիմել ենք, հետո կմտածենք, դեռ չունեն քայլեր, գուցե դեռ չէ ասվել ինչ քայլեր պիտի ունենան, մինչև Փաշինյան-Պուտին հանդիպումը, եւ դրա համար իրենք ուզում են ցույց տալ, որ այո, մենք համաձայն չենք եւ ամենակարևորը մենք միասնական ենք, իբրև թե Բարգավաճ Հայաստանին ճնշում են, բայց դա այդպես չի։ Իրենք միասնական չեն, այլ հարց է, որ այս հարցում այո, պիտի ասեն, կեղծված է, բա ոչ չեն ասի Փաշինյանը ընտրվել է։ Իսկ ձեր գնահատականը ո՞րն է ընտրությունների արդյունքներին։ Ինչպիսի խորհրդարան մենք ձևավորեցինք, այս խորհրդարանը եթե այս տեսքով աշխատի, արդյոք կկարողանա դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք չեն փոխվել, որոնք շարունակում են երկրի առջև մնալ։ Դուք էլ ասացիք, Ադրբեջանը շարունակելու է վարել Հայաստանին պատին սեղմելու քաղաքականությունը, արդյոք մեր խորհրդարանը կկարողանա դիմակայել։ Ես կարծում եմ խորհրդարանը կարճ կյանք է ունենալու, կարճացնելով մոտ 2 տարի
Դա կախված է այո Հայաստանի արչև տարածած մարտավարների հետ, որոնք գնալով ուժեղանալու են եւ այո այս խորհրդարանը իր կազմով այս ծեփելու ենք ձեզ պատին, մենք ենք ձեզ ծեփելու, դրա արչև չի կարող կանգնել եւ այդ հարցերը լուծել։ Անդիմությունը նրա համար չի, որ հայհոյի իշխանությունը, իշխանությունը նրա համար չի, որ գաղտնալսի անդիմությանը եւ ոչինչ չանի։ Իդեպ տեսեք խորհրդանի լեգիտիմության մասին։ Հայաստանի իշխանությունները նշում են, որ անդիմությունը գումարներ է բաժանել Եվ լեգիտիմ չի այ։ Եվ լեգիտիմ չեն ընտրվել։ Հիմա այդ մարդկանց ոնց ենք մանդատ մենք տալու։ Նույնիսկ եթե ընդունենք, որ իշխանությունը դեսպես 100%-ով լեգիտիմ է։ Հաջորդը շատ հետաքրքիր մի հարց։ Ես որքանով հասկանում եմ, բոլորը գաղտնալսվում են այս երկրում առանց դատարանի որոշման կամ իրենց համաձայնության գրավոր համաձայնություն չեն տվել։ Հիմա Հանդություններից առաջ գաղտնալսումներ են եղել, որովհետև Բարգավաճ Հայաստանը, որ գումարներ է բաժանել, փորձել է ինչ-որ ազդեցություն ունենալ, դա նախորդող հատվածին էր վերաբերում գաղտնալսումները, որ փորձել են կեղծել։ Դուք իմացել եք դրա մասին։ Մի կողմ որ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց, որ ինքը երբևիցե ընտրակաշառք չի բաժանել իր գործով։ Դատարանի վճռով ընտրություններից առաջ Բարգավաճ Հայաստանը։ Հիմա եղավ դիմում որոշ ուժերի կողմից, որ ԿՀ-ն մերժի այս ուժերի գրանցումը կամ մասնակցությունը արգելի։ Դուք գիտեք, որ իրենք պատրաստվում են գումար բաժանել, ինչու եք հիմա հրապարակում այդ գաղտնալսումները։ Իմացել եք, թողել եք, ցանկացել եք իրենց հաղթել, ինչպես ասեց Փաշինյանը, եթե չթողնենք, ասեն մենք թույլ ենք, դա ինչ մտածելակերպ է, չգիտեմ, օրենքի տեսանկյունից, եւ հիմա օգտագործում եք դա իրենց դեմ։ Այն որ իրենք կեղծել են, գումար են բաժանել, պարզ է, բա իրենք ամբողջ կյանքը դրանով են զբաղված եղել։ Հիմա մեզ դատի կտան, բայց դե գուցե ապացուցենք, բայց ասենք հիմա ինչ եք դուք առաջարկում, եթե Բարգավաճ Հայաստանը օրինակ չանցներ խորհրդարան, այսքան մոտ չլիներ, կամ եթե Գագիկ Ծառուկյանը էլի ասեր Նիկոլի ցավը տանը։ Թողնելու եք, որ անցնեն այս ձայնագրություններով։ Կամ զգուշացնում էին, չէ, որ այս ուժերը այդ նույն քայլերը անելու են։ Դուք էլ փաստորեն ապացույց եք ունեցել, բա ինչ եք թողել, որ մասնակցեն։ Որ հետո գաք ասեք, իրենց հաղթեցինք։ Իսկ սա երբևիցե ինձ շատ հաճախ ձեր եթերում էլ երբեմն անվանում են իշխանամետ։ Ես վերլուծաբան եմ, ես պարտավոր եմ չլինել ոչ իշխանամետ, ոչ ընդդիմադիր։ Դա նորմալ չի, ներողություն։ Բայց եթե իշխանությունը անում է ճիշտ քայլեր, ասում ենք, այո, բայց սա ես չեմ ընդունում։ Սա ցույց է տալիս, որ հայտնվում են գաղտնալսումներ այն ժամանակ կամ մենք կհանրայնացնենք, կպետականացնենք Ծառուկյանին պատկանող գործարան։ Բա մինչև այսօր ինչի չէիք պետականացնում, մինչև այսօր սուսեր մնում լուրեր, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը, հանգիստ նստի տեղը, թե չգիտես ինչ կլինի Քոչարյանի որդու մասին։ Սա ցույց է տալիս, որ օգտվում են նրանից, որ դիմացինները քրեական օրենսգրքի բոլոր Այսինքն իշխանությունը կարողացավ ձևավորել իրեն հարմար խորհրդարան։ Դե հարմար չի սահմանադրությունը փոխելու տեսանկյունից։ Այդ առումով հարմար չի ձայների Համադական փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից զույգը իրենք ասում են մենք մի քանի ձայնել կգողանանք, գուցե բարձվի ինչ որ այս ընդդիմադիրների մեջ գաղտնալսումներ են եղել եւ իրենց նկատմամբ ինչ որ ճնշում կա, նույնը եկեղեցու շուրջ է փորձում անել։ Բայց ես սա չեմ կարող ընդունել։ Նույնիսկ եթե դա հայանպաստ լուրջ ինչ որ քաղաքականություն է, չի կարելի այս մեթոդներով երկիր ղեկավարել եւ երկիրը բաժանել 2, 3, 4 մասի այն իրավիճակում, որ ամբողջ շրջապատը ինչ որ անհասկանալի աշխարհակաղակական իրավիճակում է գտնվում։ Խնդիր չի լուծել։ Բացարձակ հիմա իշխանությունների արժեվ լուրջ խնդիր կա, իրենք պետք է խաղաղություն բերեն, անկլավների հարցեր լուծեն, սահմանազատման հարց լուծեն, եթե կկարողանան, ես ողջունում եմ, ես իմ ժողովրդի թշնամին չեմ, բայց այնպես չի էլի, որ ես ասում եմ, իրենք անցնելու են, հաղթելու են այս մարդկանց դիմաց, բայց դրանից հետո կյանք կա, չէ՞, ամեն ինչ չի ավարտվում։ Տիկին Դալաքյան, Եվրոպայի հետ հարաբերությունները ինչպես եք տեսնում։ Սպասվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, մենք գիտենք, մենք տեսանք ավելի շուտ եվրոպական աջակցությունը Հայաստանին այդ ռուսական տնտեսական պատժամիջոցների ֆոնին, ինչպես եք տեսնում։ Ոմանք թերահավատ են, որ Փաշինյանը իսկապես կսերտացնի այդ հարաբերությունները։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը ավելի խորամանկ է գործում հիմա, գովասանքով զբաղվում են, չնայած նրանք դրա կարիքը չունեն, իրենք խաղում են
դեռ Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի հետ չենք հեռանում, յատմից չենք հեռանում, հապկից չենք հեռանում, բայց կամաց փորձում ենք հեռանալ։ Իդեպ սա երկկողմ գործընթաց է, թե միայն Հայաստանը քայլանի Եվրամիությունը ոչ, այսինքն գալիս է, հետո տեսնենք։ Վրաստանում իրենք շատ սխալ իրենց դրսևորեցին Եվրամիությունը, թողեցին ամեն ինչ այսպես հանգիստ գնա եւ մեկ Ռուսաստանը արագ է գործում, մինչեւ Եվրոպան այդպես կանոնակարգերով կլաստերներ է բացում, փակում Ուկրաինայի հետ, իրենք արագ իրենց ագենտուրայով Մոլդովան խառնում են եւ դա օրինակ տեղի կունենա։ Ես վստահ եմ Գագաուզիայում առաջիկա ընտրություններին, որը պիտի տեղի ունենա անկախ Մայասանդուի ցանկությունից, դա տեղի ունենալու է։ Հիմա Հայաստանում ունեն ընդդիմություն խորհրդարանում, ունեն արցախցիներ դժգո, ունեն մեծ ագենտուրա ԱԾ-ից մինչև պաշտպանության նախարարություն, Նիկոլ Փաշինյանն էր նշում, որ չեն կռվել, դասալիքներ են եղել, ես մի քանի հոգու մասին ընդհանրապես որոշում տեսա, վճիռ մնացածը ինչ մնացել են այնտեղ զորքերում են, հապկի ստանդարտներով ենք էլի պայքարելու, Ռուսաստանի հետ համատեղ հոբ համակարգերով ենք, եթե հանկարծ պատերազմ լինի պայքարելու, այսինքն Ռուսաստանը եւ տնտեսական ազդեցությունը մեծ է, այդպես մեծ խոշոր ինչ-որ արտահանողները գուցե ճանապարհներ են գտել, բայց մենք տեսնում ենք, որ փոքր ձեռնարկատերները լուրջ խնդիրների են բախվելու եւ դա երկար process է լինելու։ Հիմա Եվրոպան նախ պիտի ֆինանսապես օգնի Հայաստանին, հետո թույլատնի որոշ ռեգուլյացիաներ, այսպես կանոնակարգեր, ինչպես դա Մոլդովայի գինիների հետ կապված օրինակ եղավ, եւ նույն սխալը չկատարի ինչ որ Վրաստանը, բայց այսօր Ռուսաստանը այնքան տոքսիկ է եւ Նիկոլ Փաշինյանը շատ հմուտ դրա մեջ խաղում է այդ ամենին, որ հենց Ռուսաստանին մի թեթև խոսք է ասում ու քո հեղինակությունը Եվրոպայում բարձրանում է եւ դրա համար այսպես տեսակետ է ձևավորվել, որ Նիկոլ Փաշինյանը արևմտամետ է, բայց Նիկոլ Փաշինյանը արևմտամետ չի, ինքն էլ իր խոսքում ասել է մենք ոչ միտեղ չենք գնում, Եվրամիության ճանապարհը բարդ է եւ Չի ասում է, եթե կարողանանք ստանդարտներին համապատասխանեցնել եւ շուկաներ դուրս գալ, մենք դեմ չենք։ Թող կարողանան, քանի տարի են կարողանում։ Այսինքն երբ են սկսել խոսել այլ շուկաների մասին, երբ Ռուսաստանը սանկցիաներ կիրառեց, պարզ էր, որ Ռուսաստանը պիտի տնտեսությունը օգտագործի։ Արդեն քանի տարի է խոսակցություն է գնում, որ մենք գնում ենք դեպի Եվրամիություն։ Հիմա ես բազմիցս դրա մասին խոսել եմ, այն քաղաքասարակությունը, որը զբաղվում է այդ գործընթացով, պիտի հաշվետվողականություն դրսևորի, թե ինչ ոլորտում ինչ է կատարվել, ոչ թե ինչ որ բրոշյուրներով տեսքով ժողովուրդը ծանոթ չի, չի էլ հասկանում ինչ է այդտեղ ներկայացված, այլ անընդհատ հասարակությանը տեղեկացնել։ Համեն դեպս մեկ Նիկոլ Փաշինյանն ասում է գնալու ենք, մեկ էլ ասում է 20 տարի է տևելու։ Հիմա Լավ, ես այսպես վերաձևակերպեմ հարցս, այս ընդդիմությունը, ռուսամետ ընդդիմությունը կարողանա լուրջ խոչընդոտ հանդիսանալ, եթե Փաշինյանի իշխանությունը ունի քաղաքական կամք Եվրոպայի հետ, այո, ռուսամետ ընդդիմությունը չի խոչընդոտը, Ռուսաստանն է խոչընդոտը, օգտագործելով ռուսամետ ընդդիմությանը։ Այդ մարդիկ ձայն են ստացել, հիմա փողով թե ոնց, ուրեմն փողով էլ դրամով էլ կարելի է, չէ՞ մարդկանց փողոց անել։ Այսինքն այս փոքր երկիրը պիտի վերածենք ինչ-որ բախման թատերաբեմ։ Լուծեիք այդ մարդկանց խնդիրները 8 տարի։ Հիմա էլ ասում են մինչև հաջորդ ընտրություն կլուծենք։ Այսքանը որոշել եք մի 40 տարի նախկին իշխանություններին բռնեք բաց թողեք։ Բայց փողոց հանելու այդ պոտենցիալը կա։ Եթե կա, ինչու չեն հանում բա։ Որովհետև դեռ տեղի չի ունեցել հանդիպում եւ այս բանը ես չեմ էլ կանխատեսում, չնայած Փաշինյանը ուզում է, ինքը շատ է խոսել դրա մասին։ Պուտինը որոշում չունի ինչ անել, հիմա ինքը զբաղված է երկրում բենզին է ման գալիս, ոնց գտնի։ Երբ որ տեղի ունենա, նայած ինչ է պահանջելու Փաշինյանը, Պուտինը, ինչի է պատրաստ Փաշինյանը, ինչի պատրաստ չի, մենք կտեսնենք կամ հարաբերությունների լարում, կամ գոնե ինչ-որ մի իրավիճակ, որ մինչև այսօր եղել է։ Հիմա Ռուսաստանը զբաղված է, բայց եթե տնտեսվարողները տուժեն, ընդդիմությունը պետք չի որ փողոց անի, մարդիկ առանձին, ասենք ծաղիկ վաճառող դուրս կգա, դա չէ Ժակովենկո Սամվել Կարապետյանի կողմնակիցն է։ Ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հիշեցնեմ, որ զրուցում եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ, Տիկին Դալաքյան, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք մեր հեռուստադիտողին, բարև ձեզ, մենք ձեզ լսում ենք։ Okay, բարև ձեզ, շնորհակալ եմ դերուսին Տիկին Դալաքյանին, որը միշտ ճիշտ բարձրաբանում է եւ շատ հայրենասեր է, ուրեմն հարցս այսպեսին է, Արցախի 44-րդ պատերազմի ժամանակ հարցը շատ խառն է, որովհետև հույս ունենք, որ դաշնակից Ռուսաստանը կօգնի, բայց օգնեց Ադրբեջանին եւ Արցախի հարցը միշտ հարցական ամնացել, հայկական չի եղել հայաստանյան։ Հիմա 44-րդ պատերազմի հիմա Հայաստանի հարցն է լուծում։ Հիմա երբ որ Աստվածոչյանի պատերազմը եղավ, Ադրբեջանը հարձակվեց, ընդդիմություն բոլոր հայությունը Փաշինյանը ուզենա չուզենա պետք է միանան եւ ամբողջ հզորությամբ
հարձակվեն եւ մենք ավելի հզոր ենք հիմա 44 օրվա նման չենք բացիատի մենք արևմուտքի կողմն ենք արևմուտքի հետ ռազմական պայմանագիր ունենք ամերիկայի հետ ունենք ամբողջ արևմուտքի տարբեր Հունաստան, Գերմանիա, Ֆրանսիա բոլորի հետ ռազմական ունենք եւ հին սոցիալիստական երկրների հետ ունենք ասենք այնտեղ ունենք Չեխոսլովակիա, Հունգարիա Շատ լավ հարցը դուք դրանք են մեզ պետք է օգնեն եթե պատերազմ եղավ եւ մենք չենք պարտվելու ես անգամ Ադրբեջանը հաստատ տարվելու է խնդրում եմ ձեր կարծիքը Շնորհակալություն հարգելի հեռուստադիտող Գիտեք, ես լայնածավալ պատերազմ չեմ կանխատեսում, երբ խոսում եմ խաղաղություն չլինելու մասին։ Խոսքը վերաբերում է կոնկրետ մի հատվածի, որը կարևոր է աշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների համար, մասնավորապես Ռուսաստանի, ինչ որ առումով նաև Չինաստանի։ Դա Զանգեզուրի այսպես կոչված միջանցքն է։ Եկեք չմոռանանք, չասենք այդ տերմինը։ Դե այսպես կոչված, չէ, դա ինչով է կարևոր։ Դա նոյեմբերի 9-ում գրված տերմին է, որը չի չեղարկվել։ Դրա մասին մենք բարձրաձայնել ենք, ինչու չենք դուրս գալիս նոյեմբերի 9-ից, ասել որ դա ակտուալ չի, ակտուալ չի, վաղը ակտուալ է։ Մինչև թրիփը կար նոյեմբերի 9-ի համաձայնագիր։ Հիմա կա երկու համաձայնագիր, մեկը, այսպես պարզ ասենք, ԱՄՆ հովանավորությամբ, մեկը Ռուսաստանի։ Ադրբեջանը միշտ ուզում է Ռուսաստանինը, ինչու, որովհետև այդտեղ կա միջանցք։ Եվ ՖՍԲ-ն է վերահսկելու։ Մենք տեսնում ենք ինչպես է Ալիևը բարբերաբար երբեմն շփոթում այսպես ասած տերմինները։ Չինաստանի մեկ գոտի մեկ ճանապարհն է եւ թրիփը, միջին միջանցքը։ Չինաստանը պարզը չի ցանկանում, որպեսզի ԱՄՆ ներկայություն ունենա լոգիստիկ ճանապարհների վրա։ Նույնը չի ցանկանում Ռուսաստանը։ Սա աշխարհաքաղաքական սյունիքը եւ դա իդեպ Ղարեգին Նժդեի ժամանակներից եղել այլ հարց է, որ այդ ժամանակ այդպես լոգիստիկ ճանապարհների մասին խոսակցություն չկար։ Վազգեն Սարգսյանը խոսել են, որ սյունիքը սա աշխարհաքաղաքական թեմա է, չկա Սյունիք, չկա Հայաստան։ Իմ վախը այն է, ես պետք է կարելի այսպես նշել, կանխատեսումը, որ եթե 2020 թվականի պես նախագահ Տրամպի ուշադրությունը շեղվի, լինի դա միջանկյալ ընտրություններ, թե միջանկյալ ընտրություններից հետո ոչ բարենպաստ արդյունքներ իր համար, օրինակ կոնգրեսը կորցնել, լսումներ, հետաքննություններ, արդեն խոսում են նրա ընտանիքի անդամների վերաբերյալ Փեսայի, Ուիտկոֆի, որ իրենք այդ ինչ են բանակցում Պուտինի հետ, ինչ գործարքներ են կնքում։ Եթե ԱՄՆ-ն ունենա ներքաղաքական խնդիրներ դեմոկրատ հանրապետական, գուցե այդ ժամանակ Ադրբեջանը եւ Ռուսաստանը որևէ կարճատև բլիցկրիգ փորձեն իրականացնել Հայաստանի Սյունիքում։ Ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, այո, Հայաստանը թույլ չի, իհարկե ես ինքս ռազմական փորձագետ չեմ, բայց որոշ առումով տեսնում եմ, որ կան փոփոխություններ, իհարկե կարծես տեմպերը այդքան արագ չեն։ Հայաստանը Ուկրաինայի օրինակը պիտի վերցնի, ինքը լինի ինքնաբավ մեր թշնամու հանդեպ, Ռուսաստանը մեր դեմ չի պայքարելու, խոսքը Ադրբեջանի մասին է, ԱԹՍ-ներ արտադրելով, փորձ փոխանակելով ուկրաինացիների հետ, բայց տեսեք որն է խնդիրը, դուք ասեք ընդդիմությունը թողնելու ամեն ինչ պայքարի, հենց դա իմ վատ ակնկալիք է կարելի այսպես ասել։ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Հայաստանի ընդդիմությանը, որ իրենք պատերազմի օրերին ասում էին ամեն ինչ հանձնած է, մի գնացեք կռվեք։ Վանեցյանին էին մեղադրում Շուշիում ինչ որ գործողությունների մեջ։ Հիմա այս ընդդիմությունը անելու են նույն քայլերը Սյունիքում։ Ես դա եմ ուզում հասկանալ։ Եղավ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացություն, որը որևէ մեկը չտեսավ։ Ինչ է գրված այդ եզրակացության մեջ։ Այս մարդկանց թողնել դաշտում, ես չեմ ասում իրենք մեղավոր են, դա ասում է իշխանությունը։ Ամեն օր ասել, որ դուք պատերազմի օրին մեզ թիկունքից հարվածել եք, հետո էլ ասել մենք բոլորով Ադրբեջանի դեմ ենք պայքարելու, ես այդքան վստահ չեմ, որքան դուք։ Հիմա Փաշինյան, Պուտին, եթե հանդիպում տեղի ունենա, որն է առանցքայի խնդիրը։ Ոմանց կարծիքով դա գլխավորապես երկաթուղու հետ կապված հարցն է։ Այս տնտեսական պատժամիջոցները դրանք այդքան կարևոր չեն, ինչքան երկաթուղին։ Ասում էին, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այդ հարցը կլուծվի, կխլենք, չգիտեմ ինչպես այսօր այստեղ արևմտամետ իբրև թե դաշտը, ասում է մի վայրկյան է խնդիրը, դա կխլենք, կոնցեսիոն կարող է խլենք։ Այդ իրենց բառն եմ ասում, էլի, այդքան հեշտ չի խլելը, այնտեղ պայմանագրեր կա, կամ նույնիսկ եթե մեղադրում եք ներդրում չիրականացնելու, կամ դա process է, հաջորդը Ռուսաստանը տենց հանգիստ գնաց, միջազգային իրավունքը հարգեց, իրենք ասում են չեն գնալու, Սոլովյովը պրոպագանդիստը ինչ ուզում եք արեք, չեն գնալու, ինչ ենք անում։ Այդ հարցը պիտի լուծեր ԱՄՆ-ն։ Եվ պիտի լուծի, նախագահ Տրամպը պիտի խոսի Պուտինի հետ, հիմա Տրամպը պատրաստ է Պուտինի հետ գնալ առճակատման մի հատ էլ հարավային Կովկասում, որովհետև Պուտինը բաց չի թողի հարավային Կովկասը, հետո Ուկրաինան պարտվի, Ուկրաինայում Կովկասից գնա, այլ
Ինչին էր պետք է պատերազմը Ռուսաստանի։ Այսինքն մենք պիտի մեր դաշնակիցների միջոցով ճնշումներ կորցնենք երկաթուղու հարցում, դուք երկաթուղուց խոսեցիք։ Խոսքը վերաբերելու է Նրան արդյոք Նիկոլ Փաշինյանը կշարունակի մինչև ընտրություն իր հռետորաբանությունը Ռուսաստանի դեմ եւ իր կուսակցությունը, թե ես երբեմն արդեն տեսնում եմ կուսակցության անդամները, բա մենք Ռուսաստանի թշնամին չենք, մենք չենք ուզում բացասական հարաբերություններ, այսինքն գուցե սա նախընտրական ինչ-որ Բայց ընտրություններն ավարտվեցին եւ հիմա տեսնում եք Փաշինյանն ասում է կգնամ ԵՏՄ, հարցեր կտամ, կխոսեմ, գուցե իրեն գան ինչ որ համաձայնության, ես չգիտեմ Պուտինը իր հետ ինչ է խոսելու, ինչ է ցանկանալու, գուցե այս բանին ասի ուղղակի մի դուրս արի, ավարտենք այս կոնֆլիկտը, շարունակենք, բայց իհարկե Պուտինը թիկունքից եթե Պուտին չլինի, չի կփորձի խառնել, անկայունություն ստեղծել Հայաստանում եւ դա Փաշինյանը գիտի, իրենք ինչ էլ պայմանավորում են, Պուտինը պայմանավորվածության ենթակա անձնավորություն չի դա աշխարհում հայտնի փաստ է եւ նա փորձելու է վերադառնա տարածաշրջան Ուկրաինան է մեծ այս բային փրկում ինչ կլինի եթե Ուկրաինայում հրադադար լինի աշնանը ինչ քայլերի արդեն կգնա Պուտինը այստեղ ինչ տեսնում եք արդեն Արցախ բառն են օգտագործում ռուսական հերոստանգերությունները հետ են բերելու շահ այո դա կերևա առաջիկա շնորհակալություն մեծ դիտողներին հիշեցնեմ որ զրուցում էի Միտք Վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով